Տվյալ համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ձեզ տալիս ընդամենը 1 դրամով։ Մանրամասները Ideal System.am։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս Գյումրիի քաղաքապետի Եվրադաշինքի թեկնածու Լևոն Բարսեղյանն։ Բարև ձեզ։ Պարոն Բարսեղյան, հաշված օրեր են արդեն մնացել, բան չի մնացել նախընտրական պայքարի պաշտոնական մեկնարկին, թե ոչ պաշտոնապես այն արդեն վաղուց մեկնարկել է։ Երբ ենք սկսում ծանոթանալ ծրագրերին, արդեն համեմատենք, հասկանանք ով ինչ է առաջարկում, ով է նախկին, ով ներկա, ով ապագա։ Հասկացա։ Մյուսները չգիտեմ, բայց մենք մեր ծրագրի ներկայացումը կամ շնորհանդեսը անում ենք քարոզարշավի առաջին օրը մարտի 15-ին ժամը 12-ին Գյումրու տեխնոպարկում։ Դա կենտրոնական զբոսայգու դիմացի եռահարկ շենքն է եւ հրավիրել ենք ահագին մարդու կգան եւ կներկայացնենք։ Այդտեղ կլինեն մի 10 քանի ելույթ Եվրադաշինքի հիմնադիր կուսակցությունների ներկայացուցիչներն են, մեր թեկնածուներն են, հասարակական գործիչներ, մշակույթի գործիչներ եւ այլն, եւ իհարկե ծրագրային ելույթ, որտեղ պիտի բացատրեմ, թե ինչ ենք մենք նախատեսում անել առաջիկա 5 տարիների ընթացքում եւ երկարաժամկետ հեռանկարում։ Ծրագիրը իհարկե տպված էլ կլինի համառոտ տարբերակը, մեր համառոտ տարբերակը ծրագրի 10 էջ է, 12 բաժիններից է բաղկացած, այդ օրը կհրապարակենք։ Մյուսները չգիտեմ, անցած քարոզարշավների փորձից ստատելով կարող է 5 օր հետո հրապարակեն, 7 օր, կարող է նույն օրը հրապարակեն, կարող է ստացվի այնպես, որ ընդհանրապես որևէ ծրագիր չհրապարակեն, որոշ քաղաքական ուժեր ընդհանրապես բուկլետի եւ հեռուստատեսային հոլովակների հույսին թողնեն։ Մեր ահագին ծանր հետազոտած ի վերջո սա իմ 4-րդ տեղական ընտրություններն են եւ ամեն անգամ ընկերներից, գործընկերներից հետ տարբեր թիմերի հետ այդ ծրագիրը լրամշակվել է, փոփոխվել է, վերանորոգվել է եւ հիմա այն է, ինչ որ 2 օրից փաստորեն հրապարակելու ենք։ Այսինքն այնտեղ կլինեն, չէ՞, այսինքն չափելիություն կլինի, ոչ թե այսպես գեղեցիկ ցանկություններին չենք մենք ուզում, բան դժվար է, որևէ մեկը ինչ որ վատ բաներ է ուզում դինի։ Այսպես ռոմանտիզմից զերծ կոնկրետ ծրագիր, որ մարդը կարդա հասկանա, այո, չափելի է այս ամեն ինչը եւ այս արդյունքները ապահովելու են այսպես։ Կան այնտեղ ինչպեսի պատասխաններ։ Այո, եւ որովհետեւ մենք միշտ պնդում ենք, որ քաղաքացիները լավ կլինի տեխնացուներին լսելուց հետո, խոստումները լսելուց հետո միշտ հարցնեն, թե ինչպես է դա արվելու, որովհետև չի կարող լինել տեխնացու, որը չխոստանա ամենայն բարիք։ Չասի, որ ես իմ քաղաքի լավն եմ ուզում, ճիգարն ուտեմ իմ քաղաքի, ցավը տանեմ, բան, այդ ամբողջը լինելու է։ Մենք կատակով նույնիսկ որ հավաքվեցինք, ասինք հələ բերեք պոպուլիստական կատակով մի բան գրենք, էլի, որ մեջը բան չլինի։ Հա, փորձենք մրցել, էլի, հասկացանք, որ չենք կարող այդ դաշտում մրցել պոպուլիստների հետ, ամբողջահաճների հետ, էլի։ Ովքեր են։ Քաղցր շոկոլադ։ Ծրագրերից կերևա մարդիկ, ովքեր խոստանում են ամենայն բարիք, բայց չեն բացատրում, թե դա ինչպես է արվելու։ Սպասենք եւս 2 օր, տեսնենք ինչ են հրապարակում, որովհետեւ բաներ են խոսել ամիս, 2 ամիս առաջ, որոնք իրենք էլ են արդեն այս 2 ամսվա ընթացքում հասկացել, որ իրատեսական չէ, պոպուլիստական է, սկսել են խմբագրել իրենց խոսքը, մարդիկ կան, որոնք որևէ առարկայական բան չեն էլ խոստացել։ Հիմա լավագույն կանխավարկածի սպասումով տեսնենք գոնե 15-16-ին ինչ են հրապարակում, հասկանանք դրա որ մասն է իրատեսական, այն ժամանակ առարկայական խոսենք, քննադատենք։ Մեր ծրագրում մաղել, քաղել, թողել ենք միայն այն, ինչ իսկապես համարում ենք, որ կարճաժամկետ 5 տարինի նկատի ունեմ հատվածում հնարավոր է իրականացնել, ճիշտ է այնտեղ կան նաև նշումներ եւ հասկացվում է, որ բաներ կան, որ պիտի լինի շարունակական եւ կամ էլ երկարաժամկետ հեռանկարում այդ խնդիրները պիտի լուծվեն։ Միջև առաջ շարժվել, դուք ասացիք տեխնոպարկում է լինելու, հա, այդ շնորհանդեսը, ելույթը եւ այլը Գյումրու։ Այո, հիմա չենք այդպեսին է, նախկինում երկրաշարժից առաջ եղել է մանկավարժական ինստիտուտը, ցարական Ռուսաստանի ժամանակ եղել է առևտրական ուսումնարանը։ Մեր նախորդ զրույցի ժամանակ վարչապետի երբ որ Գյումրիում էր այդ ելույթի տիրույթն է, հա, նույն դահլիճն է։ Նույն դուք ասացիք դիմելու եք, որ տեսնեք ձեզ կթույլատրեն այդտեղ միջոցառում։ Այո, դիմեցինք եւ մարդիկ ասացին, որ այո, հնարավոր է, կարող եք ձեր միջոցառում անցկացնել այստեղ։ Ժամերի դժվարություն կար, որտեղ ուրիշ միջոցառումներ էլ կան։ Գյումրին շատ չունի այդպիսի դահլիճներ, կամ պիտի հյուրանոցային դահլիճ բարձվի, կամ պիտի պարտերային դասավորությամբ թատրոն, Արագած մարզամշակութային պալատ,
կամ էլ հեռուտանից տեղից ռեստորանային դահլիճ քաղաքական նպատակի համար վարձես, եւ սա բան է, շատ պատշաճ ներկայանալի տեղ է, տարածք է, հասկանալի է, վարձում ենք մենք։ Շատ լավ, տեսեք, քաղաքապետի մեկ այլ թեկնածու Մարտունը Գրիգորյան Նյուզայեմի հետ զրույցում խոսել է ընտրությունները կեղծելու մեծ հավանականության մասին։ Նա ասել է, որ իշխանությունը ջավախքի մեր հայրենակիցներին եւ մեծաթիվ Հնդկաստանի քաղաքացիների արդեն նախորդ բերել է Գյումրի, գրանցում է արել նրանց եւ ընտրությունների օրը բերելու է քվեարկության, այդպիսով կեղծելու է ընտրությունները։ Դուք այսպիսի մտավախություններ ունեք, որ իշխող ուժը գնալու է այսպես ընտրակեղծարարության։ Հենց այս կոնկրետ Հնդկաստանի քաղաքացիներ, ջավախքի մեր հայրենակիցներ կամ Գյումրիում այդ իմաստով ինչ են ասում, դուք ինչ գիտեք։ Ընդհանուրից կանք, բոլորն իրավունք ունեն կասկածներ հայտնելու, մտահոգություն հայտնելու, գուցե նաև կանխարգելիչ խափանիչ նպատակներով, հա, որ եթե մտքներով էլ չանցնի։ Բայց շատ առարկայական է, տեսեք։ Դե առարկայական է, ես համարում եմ, որ ովքեր կասկածներ ունեն, մենք էլ տեսական բազմաթիվ մտահոգություններ ունենք, որոնք կտեսնենք իրական կյանքում կլինեն թե չէ, պարտավոր ենք բոլորը, ովքեր ունեն այդ մտահոգությունները, օրինական խափանման միջոցների ձեռնամուխ լինել։ Հիմա վստահված անձանց համակարգն է, երկու իմ տեղեկություններով դիտորդական առաքելություններն են, եւ վերջը քաղաքում ենք մենք ապրում, եւ ես եւ մնացած մյուս տեխնացուները այնպես որ պիտի հսկվեն եւ այդ ցուցակները օրինակի համար 2900-ի կարգի թիվ է այն մարդկանց թիվը, որոնք ընտրացուցակներում ներառնված են, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, ներառնված են, որովհետեւ առնվազն 1 տարվա հաշվառում ունեն։ Այդ թվում նաեւ հնդիկներ, այդ թվում նաեւ Ռուսաստանից փախած էմիգրանտներ եւ բազմաթիվ ուրիշ խմբերի ներկա, գուցե նաեւ ջավախցիներ կան։ Եվ այս իմաստով տեխնացուները եւ դիտորդական առաքելությունները պարտավոր են հսկել, վերահսկել, բացահայտել, տեսնել, հասկանալ այդ մարդիկ իսկապես կոնե ինչ որ ժամանակահատվածի հաշվառում ունեն Գյումրիում թե ոչ։ Իշխանությունները կգնան այդ կեղծիքներին թե ոչ, եթե մենք խոսում ենք նախկինում կիրառված Քոչարյան Ռոբերտի ժամանակվա, Սերժիկ Սարգսյանի ժամանակվա կիրառած տեխնոլոգիաների մասին, երբ հենց ընտրատեղամասում էր ապականվում ընտրությունը, ընտրակաշառքը դրան առաջ գազելի մեջ, մեքենայի մեջ ցուցակը նշանը դրեցինք, ստացար, գնացիր մդար, քվեարկեցիր, գնացիր, այս քվեաթերթիկը գցեցիր տուփը, մաքուրը բերեցիր դուրս կարուսելի։ Այո։ Եվ այլն, ուրիշ ինչ կար խմբերով մի 3 հոգով գրգած պապիկին տանել քվեարկելու ետ բերել, հետո տանել ուրիշ տեղամասի հետ բերել, դիտորդներին դուրս բերել ծեծել հանձնաժողովը աչքերը փակում է, որ իբր թե չի տեսել, որ այդ տատիկը արդեն քվեարկել է, ուրիշի փոխարեն ստորագրել, այս այլանդակությունները ես կարծում եմ, որ 99%-ով վերացած են եւ վերացած են լինելու։ Նախա քվեարկության հնարավոր ազդեցությունները ընտրությունների վրա ցավոք կան եւ մնալու են։ Օրինակի համար այս ժամանակահատվածում ավելի երկարաժամկետ մի քանի տարվա ընթացքում, մի քանի ամիսների ընթացքում տեխնացուները, հատկապես նրանք, ովքեր ունեն կուտակած սև կապիտալ կամ ապօրինի կապիտալ եւ ունեն բիզնեսներ եւ այդ բիզնեսներում աշխատում են մարդիկ, սա ազդեցություն է ընտրությունների վրա։ Ինքներդ հասկանում եք, որ ապօրինի կապիտալ բիզնեսում աշխատող մարդկանց բոլորովին կարիք չկա բացատրելու, թե իրենք ինչպես պիտի քվեարկեն։ Իրենք քվեարկելու են իրենց հաց տվող կամ աշխատանք տվող մարդու, օբյեկտիվորեն սա հասկանալի է։ Պետական իշխանությունն էր, որ ժամանակին պիտի սև կապիտալը, ապօրինի կապիտալը մաքրեր, որպեսզի այդպիսի կապիտալը ազդեցություն չունենար քաղաքական process-ների վրա։ Հա, երևի մինչև 2500 թիվը մաքրելու են այս տեմպերով։ Շատ վաղուց պիտի մաքրեր։ Եվ ամեն անգամ ընտրությունների նախորդին տպավորություն է ստեղծվում, թե քաղաքացիական պայմանագիրը պարոն Փաշինյանը արթնանում է, հիշում է, նախկինները հանկարծ ետ կգան, հա, տեսեք ինչ եք անում կամ մենք կամ նախկինները, սա մենք լսել ենք, այս մաշված մոդելը, ընտրապայքարում առավելություն ստանալու մաշված մոդելը 21 թվականին Լենոպոլ օգտագործվել է Հայաստանում։ Մարդիկ վախենալով նախկինների վերադարձից գնացին քվեարկեցին ներկաներին եւ հիմա ես ինքը շատ եմ ուզում, մեր դաշինքը շատ է ուզում, որ այս բացառիկ երկընտրանքի կամ-կամի սխեման կոտրվի եւ հասարակությանը մենք իրական առաջարկ ենք անում, որ չի տեղավորվում եւ մեկի, ոչ մյուսի գծագրերում։ Իրական այլընտրանք, իրական հնարավորություն ենք տալիս, որպեսզի նաեւ մարդիկ որոշ ժամանակ հետո չասեն, մարդ ընտրելու բան չկար։ Հիմա լիքը ընտրելու բան կա։
նախկիններին կարող են ընտրել, ներկաներին կարող են ընտրել, կարող են մեզ ընտրել եւ կարող են ուրիշների ընտրել։ Այնպես որ ինձ թվում է, որ քաղաքացիական պայմանագիրը այս ընտրություններին պատրաստվում է 2021 թվականի մեթոդներով։ Դա անարդյունավետ է, ավելի լավ կլինի գաղափարական վեճի մեջ մտնի, ծրագրեր ներկայացնի եւ քննարկի բանավիճի այդ ծրագրերի շուրջ, իրենց ծրագրերի, մեր մյուսների։ Դրա փոխարեն մենք տեսնում ենք վարչապետի ելույթը, որի մեջ որոշում է, որ բոլոր նրանք, ովքեր ԿՊ-ից չեն, դրանք ապօրինի կույքի պաշտպանության համար են ոտքի ելել։ Քննադատեցինք, բացատրեցինք, բայց հակին մարդ չհասկացավ։ Քաղաքացիական պայմանագիրը շարունակում է խաղարկել ըստ ձեզ նախկին ներկա այս մեթոդը, հա, քաղաքական տեխնոլոգիան։ Ճիշտ այդպես, այդ սխեման։ Բայց ինչու չշարունակի խաղարկել, եթե այն արդեն մի քանի ընտրություններով ինքը գտնում է, որ շահեկան է։ Սակայն դա շահեկան է այն դեպքում, եթե իսկապես մյուս ուժերը, երրորդ խմբի ուժեր համարենք, հա, որոնք նախորդ ընտրություններին տարան մինչև 3.2% քվե, 0 քանիսից 1, 1.5 եւ այլն։ Եթե նրանք էլի մասնակցելու էին կամ մասնակցելու են ընդհանրապես հետագա ընտրություններին, էլի ցրված գոնե խմբային միավորումներ չեն կազմելու, ինչպես հիմա մենք կազմեցինք, այո, այդ մարտավարությունը շատ արդյունավետ կարող է լինել։ Էլի վերջին րոպեին մարդիկ կարող են ասել, թե այս բոլորը առանձին ցրված են խաղում, հա, ԿՊ-ի արազները, չարազները գիտենք, նախկինների արազները, չարազները գիտենք, եթե երրորդ ուժերից մեկին քվեն տանք կարող է փոշիանա, շեմը չանցնի, բերես երկուսի միջից ընտրենք։ Վատ կառավարիչների, ծախողակների, խոստումները տված դրժազների եւ կողոպտածների, ապօրինի կույքի տերեր դարձածների նախկինների միջև, հա։ Իսկ այս ընտրությունների ժամանակ բարեբախտաբար 3 քաղաքական ուժեր ոչ շատ ծանր բանակցություններից հետո ընդհանուր հայտարարի եկան, որ ժամանակն է միավորվելու։ Երևանի դեպքում օրինակ այդպես չեղավ, ինչպես հիշում եք, այո։ Իսկ Գյումրու դեպքում 3 քաղաքական ուժերը միացան, որոնք նաև մի հաջողություն ունեին անցած տարի Եվրաքվեի ստորագրահավաքը բարեհաջող մեզ համար էլ անակնկալ առաջանցիկ տեմպերով այդքան ստորագրություն հավաքել, բանը հասցնել նրան, որ ազգային ժողովը քաղաքացիական պայմանագրի գլխավորությամբ ստիպված եղավ հաշվի նստել այդ քվեների հետ, առաջին ընթերցմամբ ընդունել, առաջիկայում ըստ երևույթին երկրորդ ընթերցմամբ կընդունվի անդամակցության մեկնարկի մասին օրենքը դրանից բխած բաներով։ Այո, այս մարտավարությունը ինչու եմ ասում, սխալմունք է, որովհետև ստեղ արդեն դաշինք է ներկայանում որպես երրորդ ուժ եւ հասարակությունը իսկապես ընտրություն ունի ներկաներին թե նախկիններին, այնպես չէ որ հնար չկա էլի պիտի ճարը կտրած գնա կամ ներկա կամ նախկին ընտրի։ Քանի որ Եվրաքվեն հիշեցիք դուք էլ Եվրադաշինքի տեխնացուն եք, ձեր մյուս քաղաքական հակառակորդներից մեկը Գյումրու քաղաքապետի տեխնացու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էր, էլի նախորդին հարցազրույց տվել, նա ասում էր, որ հիմա մեջբերում եմ, բայց հնարավորինս ավելի մեղմ բառերով, նա ասում էր, որ ես ուրացող շունչ եմ, որ ուրանամ ռուսների, այսպես ասենք, դրական դերակատարությունը Հայաստանի համար, մասնավորապես նաև Գյումրիի համար, եւ դուք Եվրադաշինքի տեխնացուն եք մի քաղաքում, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան եւ այս կոնտրաստները շատ ընդգծված են։ Գաղտնիք չէ, պարոն Ղուկասյանի համակրանքը ռուսական զինուժի Կրեմլի նկատմամբ իր իրավունքն է, իր քաղաքական ընտրությունն է, նաեւ ընտրությունն է կոմունիստական կուսակցության, ուրեմն ցուցակում լինել այն կուսակցության, որը այդքան մարդու գլուխ է կերել մեղմ ասած բոլշևիկա քեմալական արշավանքի միջոցով ջախջախել է Հայաստանի առաջին հանրապետությունը։ Իր իրավունքն է։ Եթե ինքը այդ գաղափարի կրողն է, իր գործն է։ Ռուսական զորամասին կամ բազային անդրադառնալով մարդիկ բազա ասելիս միշտ մտածում են, թե խոսքը մեկ զորամասի մասին է։ Դրանք մի ամբողջ խումբ զորամասեր են, դրանք բաց տեսանելի են աչքի առաջ, նոր չեն, գաղտնիք չեն եւ այլն։ Ինչ որ մեկը հիմա կարող է տեղը չբերեմ այս քաղաքական ուժերի հովանավորներից հայտարարել էր, թե բան է, այս դաշինքը խոստացել է, չգիտեմ ինչի ասում նման բաներ, ռազմապազան հանել Գյումրիի քաղաքից։ Նո, կարող եք։ Դե մի ամբողջ հարցը այն է, թե այդ քաղաքական մանիպուլյացիան ինչու է անում, հաշվարկել է, թե բոլորը տգետ են ըստ երևույթին, չեն հասկանա, որ այդ մոտարապես նույնն է, որ մենք խոստանանք, որ լուսինը մի 30 կիլոմետր մոտեցնելու ենք Գյումրիի քաղաքին, էլի որ մի քիչ խոշոր երևա, էլի։ Եվ հասկանալի է, որ օբյեկտիվորեն որևէ համայնքային իշխանություն չի կարող նման հարցեր լուծել։
Լավագույն դեպքում մեր օրենսդրության հնարավորությունն եմ ասում, իրենք երևի չգիտեն, ստիպված են բացադրել, թող կարդալ, պատմել, սովորեն, իմանան։ Լավագույն դեպքում կարող է համայնքը իր ավականու հետ, ավականին ուղերձով հղի պետական իշխանությանը իր մտահոգությունների մասին, ինչ որ մտքից կանցնի։ Օրինակ, ավականին դիմում է պետական իշխանությանը, առաջարկում է հանել այս ինչ բանը, այս ինչ տարածքից, պետության երկու պետությունների պայմանագրով սահմանված բանը։ Հիմա որպեսզի փակեմ այդ խոսակցությունները, հա, Լևոն Տեր-Պետրոսյան, Ելցին ժամանակների պայմանագրով նախատեսված է 102-րդ ռազմական բազայի տեղակայումը Հայաստանում, այդ թվում այս զորամասերում, Գյումրիում 5 զորամաս կա։ Գյումրու ավականին չի կարող մեր նախընտրական ծրագրում էլ չի եղել, մեր մտահոգությունների, մտահղացումների մեջ էլ չեն եղել, թե բազան պիտի հանվի, որովհետև մենք այդ լիազորությունը չենք ունենալու, եթե անգամ 33 հոգին էլ լինի մեր ավականու կազմը։ Սա անհետեցություն է, սա մանիպուլյացիա է ընդամենը եւ հաջորդը ինչ ունենք մենք մեր նախընտրական ծրագրում բազայի հետ կապված։ Երկու խոշոր անելիք կա, որոնք միշտ անտեսվել են անցած տարիների ընթացքում։ Մեկը այն է, որ Գյումրու արևմտյան հատվածում շատ կարևոր հողակտորներ պետական այդ համաձայնագրի շրջանակներում Գյումրի քաղաքի վարչական տարածքից տրվել է անհատույց օգտագործման ռուսական զորամասերին։ Եվ այդ զորամասերը բնականաբար չկան նախատեսված պայմանագրով եւ մեզ քաղաքին չեն վճարում հողի հարկ։ Գույքահարկ չեն վճարում։ Իսկ կողքի ռեստորանը, խանութը, տանտերը, սեփականատերը վճարում է։ Այսինքն այն ժամանակ, երբ այդ պայմանագիրը կնքվել է, դա ի նկատի չի առնվել, անտեսվել է, մտքներով չի անցել եւ այլն հայկական կողմից։ Հիմա օրինակ մենք նախատեսում ենք մեր ծրագրով, որ պետական իշխանության հետ բանակցելու ենք, դիմենք, ասենք հարգելիս լավ է սարել, որ բազայի համար տեղ է տվել։ Գյումրի քաղաքին բարի եղիր հողի հարգի չափ փոխհատուցում տալ։ Չէ, որովհետեւ եթե մենք այդ հողերն ունենայինք 30 տարի շարունակ ունենայինք, այդ հողերից ահռելի եկամուտ կունենար համայնքի բյուջեն, համայնքը այդպես աղքատու խեղճ չէր լինի։ Ինչու եմ ասում աղքատու խեղճ, որովհետև շնչին ընկնող համայնքային բյուջեն գրեթե 3 անգամ փոքր է, քան Երևանում շնչին ընկնող համայնքային բյուջեն։ Տեսեք, դուք ասում եք, եթե այդ գույքահարկ վճարային այս կլներեն կլիներ, բայց հիմա ձեր վստահ եմ հակառակորդները նույն Ղուկասյանը կասի, բայց դրա դիմաց անվտանգություն են մարդիկ բերել, այդ ներողություն։ Դա պետության ամբողջ հարցը այն է, որ այդ շիլափլավ սարքելով փորձում են սկողել իրենց մտադրությունները եւ մանիպուլացնել, ասելով թե իբր թե իրենք այդպիսի զեղչերով Հայաստանի անվտանգություն են ապահովում։ Եթե ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ դրա դիմաց Հայաստանը ինչ-ինչ բաներ է տվել եւ տալիս է, հա, ծախսերի զգալի մասի հոգալը եւ այլն։ Ուրեմն պետությունը, եթե պայմանավորվել է պետության հետ, համայնքին դրանից վնաս չպիտի լինի։ Եթե օգուտը անվտանգության, ենթադրենք անվտանգություն են ապահովում, ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, Կազիմ Կարաբեկիրը Գերեզմանից կելնի, կգա կասի ընկերներ մի քիչ խտացեք, բան։ Պետությունը պետության հետ խոսել է, գտել է, որ Հայաստանի անվտանգության համար հարկավոր է ռուսական զորամասերին տարածք տրամադրել X համայնքից, Գյումրին է, թե չգիտեմ, որ համայնքն էական չէ։ Կարևորն այն է, որ երբ պետությունը համայնքի հաշվին որոշել է երկրի անվտանգությունը ապահովել է ստեպքում, հա, ռուսական զորքի միջոցով, այլ մոլորակայինների միջոցով, տո ֆրանսիացիների միջոցով, պիտի բարի լինի մտածի, որ համայնքին պիտի փոխհատուցի համայնքի չստացած եկամուտը։ Տրամաբանված է, չէ՞։ Պարոն Ղուկասյանը այս հարցին չի կարող ասել, թե լավ, դե թողել Գյումրու հաշվին լինի, ինչի Գյումրու հաշվին լինի, կներեք։ Լավ, կամ այդ բեռը հնարավոր չէ աշխել բոլոր համայնքների վրա այս դեպքում։ Հետո ինչ որ Գյումրիում են տեղակայված, կարագնենք ընկել մենք, հա, եւ այլն։ Երկրորդ խնդիրը, որը կապված է ռուսական զորամասի հետ եւ մեր նախընտրական ծրագրում մենք դա շեշտում ենք, զորամասից բխած ֆիզիկական անվտանգության ռիսկերի խափանումն է։ Հաշվի առնելով դառը փորձը։ Հաշվի առնելով մի շարք դառը փորձեր 99 երկու հոգի գնդակահարված շուկայի մոտակայքում 15 վիրավոր 2007 թվական երկու երեխաների զոհվելը հրաձգարանում 15 թվական Ավետիսյանների ընտանիքի սպանությունը 18 թվականի վերջներ կարծեմ հավաքարար տիկնոջ ծեծեև սպանությունը սրանք են մահվան դեպքերն են, որոնք հստակ հիշում ենք։ Բազմաթիվ ուրիշ դեպքեր կան, որոնք կապ ունեն քրեական հանցագործությունների հետ
քրեական հանցագործություններ են, հարբած մեքենա վարել, թմրանյութեր վաճառել, հետո վաճառողին փախցնել, տանել Հայաստանից, ռուսական զորամասից եկա։ Սրանք ռիսկեր են, որոնք շատ վաղուց պիտի կառավարվեին։ Ամեն անգամ նման ցնցումներից հետո համայնքային իշխանությունը մարզպետը հրավիրել է բանի բազայի հրամանատարին, նստել են, մի երկու ժամ իրար հետ զրուցել են, ուշադիր եղեք, լավ եղնինք, վատ չեղնինք, ելել գնացել են, ոչ թուղթ ստորագրել, ոչ ապահովման միջոցներ։ Մենք համարում ենք, որ Հայաստանի պետական իշխանությունը պարտավոր է, տեղակայել է Գյումրիում, թույլ է տվել, լավ է արել, լավ հասկացել է, որ դա անվտանգության հարց է։ Բայց ներողություն, այդ կողքի ապրող ժողովրդին ով պիտի պաշտպանի, հարգելի պարոն Սերժ Սարգսյան։ Այն ժամանակ 15 թվին ասում էինք, «Բեր մեզ անվտանգության, ինչ որ երաշխիքներ տուր, մի մեխանիզմ ստեղծիր, որ զորամասից եթե մեկը փախնի զենքով 15 րոպե հետո, 10 րոպե հետո գյումրեցիները իմանան, որ զենքով մարդ կա փախած, հնարավոր է դա անել»։ Համոզված եմ, որ հնարավոր է։ Հնարավոր է բոլոր ճանապարհներին արագաչափերով օրը 24 ժամ հսկել, տեսախցիկները հսկել, կենտրոնում հավաքել, զորամասերի արտաքին շարժը հնարավոր չէ հսկել, հնարավոր է չեն արել։ Հիմա այս հարցերը մենք իշխանության գալուց հետո դնելու ենք պետական իշխանության առաջ։ Բարի եղի լուծիր սրանք, կամ հարգելի վարչապետներ, նախարարներ, ովքեր կլինեք, գալիս եք ձեր ընտանիքներով, հավաքվում եք, գալիս եք, տեղավորվում եք զորամասի կողքի տներում։ Ու տեսնում եք այդ ռիսկերը, որոնք կախված են լինելու ձեր ընտանիքի գլխին։ Սրանք հարցեր են, որոնք խաղաղ քաղաքավարի կերպով պիտի պետական իշխանությանը հասկացնել, այնպես չէ որ չգիտեն, բայց որևէ բան ձեռնամուխ չեն եղել փոխելու։ Օրինակ, ռուսական զորամասից մի զորախումբ ելնում է գնում է հրաձգար, անգամ գնում է մյուս զորամասը։ Այդ ամբողջը իմ խոր համոզմամբ նախնական իրազեկում եւ ուղեկցում պիտի ունենա։ Ուզում ես 10 ավտոմեքենա հանել տանել, չգիտեմ, լավ ես անում, տեղեկացնում ես Հայաստանի, ասենք թե ռազմական ոստիկանությանը։ Ռազմական ոստիկանությունը այդ շարժի համար երկու մեքենա կամ հսկողություն է ապահովում, ելնում եք շարասյունով, գնում եք, հետո ուղեկցում ցեզ ետ է բերում առանց իրազեկման, այսպես ասած առանց սանկցիայի, առանց այդ պրոտոկոլները պահելու, գնալ ֆրֆռալ, երբ ուզեն դուրս գալ, երբ ուզեն մտնել ներս եւ այլն, սրանք բարբերաբար բերել են ռիսկերի։ Սրանք հարցեր են, որոնք Գյումրիում կան 33 տարի շարունակ։ Իրենց տանն են զգում։ Հա, դե չես կարող միշտ ապավինել, որ իրենք պիտի բարեկիրթ լինեն։ Միշտներից մեկը կարող է լինել հանցագործ, խոսքսի արգը չի վերաբերվում բոլորին, մարդիկ եթե սխալ են հասկանում, դա այդպես չէ։ Այս երկու հարցերն են, իսկ եթե պետությունը այս երկրորդ հարցը չի լուծում, համայնքը պիտի միջոցներ ճարի, որպեսզի իր անվտանգությունը ապահովի, ինչը շատ անթույլ սցենար է։ Ես չեմ ուզում, որ այդպես լինի, բայց եթե պետական իշխանությունը ձեռնամուխ չի լինելու այս խնդիրը լուծելուն, կներեք, ավականու անդամը երթվում է պաշտպանել քաղաքի եւ քաղաքացիների շահերը։ Ես էլ լուրջ եմ ընդունել այդ երթումը։ Ձևի համար չէ դա։ Ուրեմն ես պիտի մտածեմ, ինչ անեմ, որ զորամասից համանման ռիսկեր չփխեն այլևս։ Շատ լավ, մյուս տեխնացուներից մեկը Սարիկ Մինասյանն ասում է, որ օրինակ եթե ինքը դառնում է քաղաքապետ, մանկապարտեզները անվճար են լինելու, դուք այսպիսի շատ գրավիչ հայտարարությունով հանդես չեք գալիս, ինչու՞։ Կոնե ես, կոնե մենք իմ ավականու անդամ եղած ժամանակ իմ գործընկերները կալախմբակցությունից 16 թվականին ոչ թե գրավիչ, այլ անխուսափելի խտրականությունը կոտրելու համար առաջարկ ենք արել այդ ոլորտում։ Ավականու որոշման նախագիծ ենք բերել, որ պիտի Գյումրու մանկապարտեզները դառնան անվճար։ Շեշտում եմ 9 տարի առաջ, հետո 8 տարի առաջ։ Եվ այդպես շարունակ։ Ավականին դեմ է քվեարկել մեծամասամբ, փոքրամասնությամբ կողմ են քվեարկել, այդ խնդիրը չի լուծվել։ Ինչ էր պետք անել։ Պետությունը պիտի լրավճար տար կամ սուբվենցիա կամ դրամաշնորհ, որպեսզի Գյումրիում ծնողները մանկապարտեզի համար չվճարեին։ Դրանից հետո բազմիցս ֆիլմեր ունենք նկարած, հաղորդումներ, ելույթներ առանց չափազանցության։ Ես երևի թե մի 150 ելույթ ունեմ այդ մասին վերջին 10 տարիների ընթացքում։ Ու լիքը մարդ ասում էր, այ մարդ դե աղքատ քաղաք է, դե պիտի ծնողը վճարի, էլի, ինչ եք կվել, ինչ եք խեղդում, հա Երևանում փող ունեն, անվճարանում են, դուք էլ պիտի վճարովի անեք, բա ինչ անեք, եթե աղքատ է քաղաքը չի կարող պահել։ Իսկ ես հիշում եմ, որ սահմանադրությամբ մենք բոլորս հավասար ենք, երեխեքը չպիտի լինեն, ոնց որ դպրոցը փորձեք պատկերացնել, հա, մի միջնակարգ դպրոցը վճարովի լինի, մյուսը անվճար լինի։ Մի տարբեր համայնքներ ունեն տարբեր ֆինանսական հնարավորություններ, Երևանը կարող է իրեն թույլ տալ անվճար, 1-2 փոքր համայնք էլ կան։ Փող ունեն, կարող են իրենց թույլ տալ։ Գյումրին չունի, ստիպված ծնողը վճարում է երեխայի համար 4000 դրամ, զեղչերը, բաները, մտքերը, զեղչեր էլ կան որոշ խմբերի համար։
Իսկ սա լավ է թեված, սա խտրականություն է։ Այս մասին խոսել ենք եւ բարեբախտաբար վերջապես իշխող քաղաքական ուժի ուրեմն Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը երեք համոզվել է կամ իրենց թիմով համոզվել են, որ սա շատ կարևոր բան է։ Սա նոր չի խոսվել, սա վաղուց է խոսվել, այստեղ առաջինը լինելու հեղինակային իրավունքի հարց չկա։ Ցավալին է, որ քաղաքացիական պայմանագիրը 7 տարի է իշխանություն է, ինքը 19 թվականին արդեն պիտի ասեր ժողովուրդ ջան, Հայաստանի բոլոր, Գյումրին չէ միայն, բոլոր մանկապարտեզների անվճար դարձնելու համար ես լրավճար եմ տալիս։ Հիմա առարկայական ասեմ, Սարիկ Մինասյանը 3 ամսում կարող էր ավականու նիստ հրավիրել, որոշել ավականու հետ, ավականին պիտի որոշեր, որ Գյումրու մանկապարտեզի ուսման վարձը դառնում է 0։ Ինչքան է դեֆիցիտը, դեֆիցիտը 100 միլիոն դրամ է։ Որպեսզի Գյումրին 1 տարի երեխաները անվճար կնան, ծնողները չվճարեն, անմիջականորեն անվճար, թե չէ ընդհանրապես անվճար բան բնության մեջ չկա էլի։ Չի արել այդ ավականու նիստը, չի հրավիրել։ Ավականու անդամներից մեկը նախաձեռնել է ոչ ԿՊ-ից ավականու նիստ 2 ամիս առաջ։ ԿՊ-ի 11 անդամները չեն ներկայացել, որ այդ հարցով որոշում կայացնեն, դիմեն պետության, ասեն 100 միլիոն դրամ դրամաշնորհ տուր համայնքին, որպեսզի 2025 թվականի ընթացքում Գյումրեցի ծնողները մանկապարտեզի համար չվճարեն, չի արել, չի ուզեցել անել, չի հասկացել, չի ուզեցել անել, հասկացել է, չի ուզեցել անել, գուցե Երևանից ասել են նման բան անեք, մենք ձեզ 100 միլիոն դրամ տանք, Վանաձորն էլ է դիմելու, մի 80 միլիոն էլ Վանաձորին տվեք, Կապանն է դիմելու, տո Հրազդանը, Աբովյանը, Ալավերդին, մյուսը, ասել են գործ չունեք։ Հիմա երբ տեսել եմ, որ եւ մեր ծրագրում կա այդ մասին խոսել են կիլոմետրերով, ուրիշ տեխնացուների ծրագրերում էլ կան, ասել են բերեք բան անենք, էլի այս ոնց որ թե եթե մենք չասենք, այս առաջարկողները շահելու են, էլի։ Բերեք մենք փորձենք առաջ ընկնել, առաջի հարց չկա։ Եթե առաջի հարց կա, բանը այդ գաղափարները ես առաջ եմ քաշել այն ժամանակ, երբ Սարիկ Մինասյանը Գյումրու քաղաքապետարանում աշխատում էր ֆինպաժնում, եթե չեմ սխալվում, էլի, հա, ես ավականու անդամ էի, նոր չենք խոսում։ Այն ժամանակ պիտի Սարիկ Մինասյանը մոտենար քաղաքապետին, ասեր պարոն քաղաքապետ, ավականու անդամները ոնց որ թե լավ բան են ասում, էլի։ Ինչի՞ց են չեք անել, պարոն Մինասյան, հետաքրքիր է, հասկանում եք, այսինքն քաղաքական օպորտունիզմը, պատեհապաշտությունը էս է։ 2 ամիս առաջ ավականու նիստը դեկտեմբերին նշանակվեցիր, գայիր, ավականու նիստ հրավիրեիր եւ որոշեին, որ անվճար պիտի լինի եւ վերջինը սրա հետ կապված։ Իր խոստումը վերաբերվում է 2026 թվականին։ Մեր խոստումը հետեւյալն է. ավականու երկրորդ նիստում, առաջին նիստը ծանր է, երկրորդ նիստում ավականին որոշում է, որ Գյումրու մանկապարտեզները դառնում են անվճար։ Ոչ մի անհնարին, օպորտունիստական, то չգիտեմ, այդ բանի պոպուլիստական բան չկա սրա մեջ։ Դա եղնող բան է։ Դա ավելին ասեմ, եթե պետությունը 100 միլիոնը խնայում է չի տալիս, ասում է կարևոր է, էլի, պետք է 2 հատ ավտո առնենք կամ մի հատ ավտո պետք է առնենք, այս ինչ բանի համար, Գյումրի քաղաքի բյուջեն իր մեջ ունի հնարավորություններ, միջոցներ, վերաբաշխումների միջոցով այդ 100 միլիոն դրամը ապահովել։ 100 միլիոնը միանգամից չէ պետք։ Ամսական 10 միլիոն, հա, մեկն էլ կողքից լսի դե ասի այ մարդը ինչ թվերի խնդրեմ եք սարքել։ Դա ինչ թիվ է, երբ որ տեսնում եք գնվող բաները, հա, այդ շռայլությունները եւ այլն եւ այլն։ Ու չհաշված համայնքի բյուջե չմտնող մոտավորապես 5 միլիարդ դրամը, որոնք այս կամ այն պատճառներով ստվերում են։ Հələ գումարը բերենք, մենք կբերենք կմտցնենք համայնքի բյուջե ու կտեսնեք, որ դա հնարավոր է, բայց մանկապարտեզի հարցում սկզբունքորեն առաջնային պատասխանատուն պետությունն է։ Պետությունը պիտի այդ լրավճարը անի։ Ես հաշվել եմ, մոտավորապես 1.5 միլիարդ դրամ է պետք, որպեսզի Հայաստանի բոլոր այն համայնքներում, որտեղ կան հողակ մանկապարտեզներ համայնքային, դրանք բոլորը դառնան անվճար։ Եվ պետության համար դա պետք է թիվ չլինի այդ գաղափարի կամ այդ նպատակի համար։ Շատ լավ, մի հարց էլ վարչապետի այցից, որ ասում էր 300-350 միլիոն դոլարի ապօրինի գույք է մասնակցում Գյումրու ընտրություններին, հա, դուք Գյումրիից եք, այնտեղ իսկապես այսքան ստվերային գումար է պատտվում։ Ես եթե ճիշտ հասկացա, այդ թվերը ասելիս ինքը վերագրում էր այն 4 հոգուն, որոնց անունը տվեց՝ Ռոբիկ, Սերժիկ, Միշիկ եւ Վարդանիկ, հա, այդ իր մեջ բերում եմ իր ասածները։ Հա, ես կարծում եմ, որ այդ մարդկանց հետ է կապում իր ասածը։ Բայց այդտեղ ուրիշ հարց կա, թե ինչի մասին շատ կարճ առաջ ասացի, թե 6-7 տարի բա կթեթևացնեիք, էլի։ Ինքն էլ փորձում է դա արդարացնել նրանով, որ իրենք գնացել են ինստիտուցիոնալ ճանապարհով, իսկ դա նշանակում է, թե դա դանդաղ պետք է տեղի ունենար։ Հիմա մեկը լինի ասուլիսի ժամանակ Չալարի հարցնի, էլի, ասի
Պարոն վարչապետ, ասենք մինչև 18 թիվը կուտակված, դրանից հետո էլ կարող է կուտակվել ապօրինի գույք։ Մարդ ես էլի, կոռուպցիոներ է եւ կուտակում է, մեղվի նման։ Մինչև 18 թվի կուտակվածի վերադարձի վերջնաժամկետ կասեք, ասեք, եթե 2040 թիվն է, 2436 թիվն է, բան, ասեք հիմա դե տեմպը կորձ է այդ ամբողջը, կորձ է դել բան է, տնթաշվարկ է։ Այս քան պատը պիտի շարվի այսքան ժամկետում, շատ մարդ է սպերում, արագ է շարվում, քիչ մարդ է սպերում, շատ երկար է շարվում, հասկանալի է, սա պատ շարել չէ, բայց արդեն տատական արդյունաբերության տեսանկյունից մասնագետները կարող են ասել, պարոն Փաշինյան, այդ ծավալը վերադարձնելու համար մեզ պետք է 17 տարի, ասենք թե, ախպեր ել հայտարարի, որպեսզի ամեն անգամ ընտրությունների նախորդին չասենք, այ տեսար, ինչ լավն է, մարդը եթե վերադարձնում, դուք չեք գնահատում մարդու չարչարանքը, գնահատում ենք շատ ցածր։ Ոչ թե չենք գնահատում, 10-ից 8 գնահատելու փոխարեն ես գնահատում եմ ապօրինի գույքի վերադարձի գործընթացը որակը տեմպը 10-ից 2-3 միավոր։ Այս իմ գնահատականն է, ինքը գուցե 10-ից 10 է գնահատում։ Բայց կներեք, էլի ինչն էր խանգարում, որ այդ ապօրինի գույքի կեսը արդեն վերադարձված լիներ։ Կովիդ պատերազմ խնդրում եմ չպատմել։ Արդարադատության նախարարությունը, ինչ է դատախազությունը ստորաբաժանում էր բացել հատուկ ապօրինի գույքի վերադարձի կա այդ ստորաբաժանումը Սրբուհի Գալյանն էր դրա ղեկավարողը 38 հոգի չլիներ 380 հոգի լինեին ավելի ինտենսիվորեն վերա կամ մի ուրիշ հարց որի մասին միշտ խոսվել է ապօրինի գույքի հետապնդվող ապօրինի գույքի ցանկը երբ արդեն սեփականատիրոջը իրազեկել եք հրավիրել եք դատախազություն այդ ցանկը ինչի՞ չեք հրապարակում դե որովհետև կարող է մարդը կարողանում է հիմնավորել այս գույքը որ նրա իրավունքները փորձում են պահպանել հետո էլ կհրապարակեք որ հիմնավորեց կարճեցին գործը ինչ սարսափելի բան կա այդտեղ այն փուլում երբ հետա քննվում է եւ սեփականատերը տեղյակ չէ հասկացանք այդ դեպքում հրապարակել իմաստ չունի հրապարակեցիր իմանում է չնայած արդեն բոլորը իրենց ապօրինի գույքը ինչպես կարողացել այնպես պարտակել են փոխանցել են ծախել են էսեն արել բայց այն պահին երբ մարդուն տեղյակ ես պահում հրավիրում ես դատախազություն սկսում ես հարցաքննել այդ գույքի հետ կապված այդ պահին հրապարակի ասա որ այս գույքը կասկածվում է ապօրինի լինելու բերումով մարդը չի կասկածվում այս անմեղության կանխավարկածը մարդու նկատմամբ մեղադրանք բան դրա հետ կապ չունի, չկա նման բան։ Չեն անում։ 100 անգամ առաջարկվել է թե ախպեր հրապարակեք, տեսնենք էլի հասկանանք մեր կասկածած ապօրինի գույքը դուք հիմա հետապնդում եք թե չէ։ Հələ ցանկացած քաղաք, վարչապետը մտնի փակ զրույցի մեջ, ասենք կոֆեի կամ պերաշկու շուրջ զրույցի, այդ մարդիկ կպատմեն թե այդ գյուղում, կողքը բոլորը քաղաքում ինչքան ապօրինի ետքծած ունեցված կա, ինչ 350-300 միլիոն, այդ թիվ չէ։ Եվ դա Գյումրուն չի վերաբերվում։ Ընդհանրապես այդ թիվը պիտի լինի երևի թե մոտավորապես 20 միլիարդի կարգի թիվ։ Global Finance Integrity-ն 2014 թվականին հրապարակեց իր հետազոտությունը, ըստ որի 10 տարում 2004-2013 Հայաստանից ապօրինի կերպով դուրս է տարվել 9.8 միլիարդ դոլար։ Ապօրինի կերպով ոնց կարող է Հայաստանից այդքան փող տարվել դուրս ԱԱՑ-ն տեղյակ չլինի կենտրոնական բանկը տեղյակ չլինի հասկանալի է բոլորը հավաքած մեկ դիպլոմատով չեն տարել հազարումի հոսքերով ու բաներով են տարել բակներեք դուք ինչով եք զբաղված հիմա այդ հրապարակման հետևից ով պետք է գնա պարոն Փաշինյան հրապարակած է փաստաթուղթ է միջազգային խոշոր կազմակերպություն է Բա մի օր դրանց դուրը կթագեիք, էլի դատախազդ մի օր կան հանգստացներ, չէ՞ դրանց կասեր, ժողովուրդ, sense բան եք հրապարակել մեր մասին, ուրիշ պետությունների մասին էլ կան, էլի հրապարակված։ Մեզ կբացատրեք, այդ ոնց եք հաշվել, որտեղից եք հաշվել։ Մենք զբաղվենք դրանով 20 միլիարդ դոլար, 300 միլիոն դոլար։ Հələ համեմատեք իր։ Այս 20 միլիարդը իմ գնահատականն է։ Կարող է հաստատ սխալվում եմ, էլի ճշգրիտ դժվար է դա ասել։ Լավ, ի վերջո ինչ եք կարծում, օրինակ նույն հիմա տեսնելով այսպես ասենք Բալասանյանների եւ քաղաքացիական պայմանագրի միջևս բախումները Վարդան Ղուկասյանի եւ քաղաքացիական պայմանագրի միջև բախումները հնարավորինս իրար սևացնելու այս մոտիվներով կարող է այնպիսի մի սցենար լինել օրինակ կամ խաղարկվել որ վերջում անսպասելի տեխնացուներ ուժեր սկսեն իրար աջակցել մեղադրվողները այո Երեք էլ կամ մեղադրողներ երեք էլ հարցը տվեց ընկերներիս հետ շատ են խոսում ես ունեմ շատ կասկածամիտ ընկերներ ասում են նայ Լևոն հիմի իբր թե մեղադրվում է Վարդան Ղուկասյանը Պալասանյանների ընտանիքը պահման կարող է վճռական պահին երբ ԿՊ-ն հասկանա որ
բանը հետազոտություններ են անում հանրային կարծիքի ըստ երևույթին Ռոպեն ինձ էլ են զանգում ու մեկ ընտրելու չգիտեմ որ ես եմ էլի կատակով ինչ ասեք խոսում ենք բանը կարող է ինչ-որ մի պահի զգա, որ ինքը քվեներից գալի կարիք ունի, կասկածն է այսպիսին, էլի, որ կարող է պատահի այդ պահին գործարք առաջարկի հերուտանից տեղից Վարդան Ղուկասյանի ընտանիքին, Վարդան Ղուկասյանի Պալասանյանի ընտանիքին քվեները մեզ։ Ոչ թե ապօրինի գույքը ցես, մի քիչ մեղմենք, մի քիչ զսպենք, ասենք նորի հայտ եկած բաների փաստերի բերումով պարզվել է, որ դի մեղադրանքը հանվի, օրինակ եմ ասում, այսինչ մարդու վրայից մեղադրանքը պետք է հանվի, հա, դե անցածեղնի ներող կլնեիք, ասենք, կալանավորված եք եղել կամ խափանման միջոցներ եղել է 5-6 տարի Հայաստանից չբացակայելը, ես քիչ եմ հավատում այդ սցենարին։ Ինչու, որովհետև այն ծավալի մեղադրանքը, թշնամությունը, սևացումը, որ հրապարակվել է, իդեպ երկու կողմից, հա, Պալասանյանն ենք զուսպերն եղել, այդ սևացման գործընթաց չի եղել, վերջերս ընդամենը Սամվել Պալասանյանը հայտարարությամբ հանդես եկավ, որի մեջ կային արդեն վիրավորական նոտաներ, էլի։ Թողնենք դա։ Ընդհանրապես իրար հասցեի այդ հայտարարությունների ծավալը, մեղադրանքների ծավալը այնպիսին է, որ ես շատ եմ կասկածում, թե 17 օրում կարելի է դա մաշեցնել եւ հանրային ընկալումների մեջ դնել, թե հա դա այդքան բան չկար, էլի իրականում պարզեցինք, որ այդ 10 քանի անշարժ գույքը, մոտ 20 անշարժ գույքը, որ վերագրվում ապօրինի անշարժ գույքը, որ վերագրվում է Վարդան Ղուկասյանին, դե պարզել ենք, որ մեկն է ընդամենը ապօրինի գույք, այն մեղադրանքները պաշտոնական դիրքի չարաշահման փողերի լվացման բան, դրանցից ուրեմն կրճատվեց, կարճվեց, վաղեմության ժամկետ, հանրությունը արագ հասկանալու է, որ գործարք է եղել։ Այսինքն սա այն դեպքը չէ, էլի, որ պետք է 3 տարի անցնի, մաշվի կնա, շատերը չհիշեն ինչն ինչոց է, մի 40 լրագրող հիշի, մի 6 հոգի էլ քաղաքական գործիչ հիշի այդ պատմությունը, շատ եմ կասկածում, թե դա կարող է տեղի ունենալ, որտեվ ինձ թվում է վերադարձի կետը անցել են, մանավանդ իր ելույթը, բանում, տեխնոպարկում ունեցած իր անցած կիրակի օրվա ելույթը, ինձ թվում է վերադարձի կետը, շրջադարձի կետը անցավ, այլևս անհնար է նման գործարք։ Շնորհակալություն ձեզ, հաջողություն։ Զրուցակիցս Գյումրիի քաղաքապետի Եվրադաշինքի թեկնածու Լևոն Բարսեղյանն էր։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։